Սիլոյով մարդ, մի վախեցի Կարապետյանից։ Կալուգացի Սամվելը իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ինքը քեզ վատ բան չի անելու։ Ինքը դուրս գա, երկու բան ունի քեզ ասելու։ Մի վախեցի Կարապետյանից։ Ախր ոնց չվախենամ։ Վախենում եմ միջև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ։ Թե ինչա լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։ Ուրիշ ինչից են ուժը։ Որքան մոտենում են հունիսի 7-ի ընտրությունները, այնքան Փաշինյան-Կարապետյան հեռակաբանավեճը ավելի է սրվում, համեմվելով վիրավորական խոսքերով ու զգուշացումներով։ Փաշինյանին Սամվել Կարապետյանից չվախենալու կոչ արած Նարեկ Կարապետյանին վարչապետը կոշտ է արձագանքել, զգուշացնելով, որ վերջիններս զրկվելու են իրենց միլիարդներից եւ մենակ են մնալու։ Նկատենք, գործարար Սամվել Կարապետյանի կապիտալի մի զգալի մասը Հայաստանից դուրս է։ Մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը վերջնականորեն հեսափակենք, դուք 3 հոգով եք մնալու։ Սամվելը, Նարեկը, Կարենը։ Կներեք 4 հոգով, որովհետև Կարենից 2 հատ կա։ Այո, աջակցում եմ Սամվել Կարապետյանին, միանշանակ։ Իսկ ընդդիմության հաղթանակին հավատում եք։ Այո, հավատում եմ։ Երկուստեք հնչող զգուշացումների ֆոնին երեկուշ երեկոյան նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց իշխող ՔՊ-ի կողմից ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով արգելվում է միլիարդատեր գործարարի առաջնորդած դաշինքին իր անվանման մեջ օգտագործել Սամվել Կարապետյան անունը։ Դեռևս մարտի 31-ին Ուժեղ Հայաստանը հայտարարեց, որ հանրությանն անհայտ 2 ուժի հետ դաշինք է կազմում Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումով։ Օրենքի փոփոխությունից հետո արդյոք Կարապետյանների թիմը վերանայելու է իր դաշինքի անվանումը, առայժմ պարզ չէ։ Այս հարցին Ուժեղ Հայաստանը դեռևս ուղիղ չի պատասխանում։ Դաշինքի անդամներից Գոհար Մելոյանը միայն նշում է, թե օրենքով են առաջնորդվելու, իսկ թե դա ինչ է նշանակում, պարզ կլինի առաջիկայում։ Մենք արդեն ունենք ծագած իրավահարաբերություն, մենք Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքն ենք, դաշինքի հուշագրերը կնքված են, այս պահին զարգացումները այդ տրամաբանության ներքո են։ Այսինքն դուք կփորձեք ելքեր գտնել դաշինքի անվանումը պահպանելու համար։ Հստակ իրավահարաբերություններ, օրենքի մեկնաբանության պրակտիկա, իրավակիրառ պրակտիկա, այդ համատեքստում գործընթացները կզարգանան։ Կարապետյաններին վաղ առավոտյան զգուշացնելուց հետո վարչապետ Փաշինյանը կառավարության անդամների հետ ուղևորվեց դեպի Կոտայք, այցելելով մարզի տարբեր համայնքների վերանորոգված դպրոցներ ու մանկապարտեզներ։ Աստեղի զուգանակոնքերներ են, ավելի լավ է։ Բաններ, լվացանակոնքերներ են լավը։ Շատ լավն է։ Շատ լավն է։ Գորջան գրաֆիկից ահավոր հետ ենք ժամը։ Փաշինյանն ի պատասխան բնակիչների տարբեր խնդրանքներին խոստանում էր բոլոր խնդիրները կլուծեն, ճանապարհների, մանկապարտեզների, փողոցների, կոյուղու, բայց պայմանը մեկն է՝ առևտուրաներից բնակիչները պետք է ՀԴՄ կտրոն պահանջեն։ Էնի մեր մանկապարտեզն է։ 52 թիվ։ ՀԴՄ-ները կսարքեն, ՀԴՄ-ները։ Ինչքան ձեր գյուղում չսարքած բան կա, դրա պատճառը մենակ այն է, որ տասնյակ տարիներով առևտուրը առել ենք, ՀԴՄ-ն չենք ուզում։ Աղավնաձոր համայնքում գյուղացիներից մեկն ասաց, թե իրենց միական հանգստությունը խաղաղությունն է, ուրիշ բան չեն ուզում։ Վարչապետն էր կրկնեց իր հայտնի խոսքը՝ խաղաղությունն արդեն ներկա է, այն պարզապես պետք է փայփայել, քանի որ տասնամյակների թշնամանքը տասնամյակներ էլ պահանջելու է դա հաղթահարելու համար։ 2 տարի արդեն լրացավ, որ մենք սահմանին մի զոհ, մի վիրավոր չունենք։ Քաղցիում տարեց բնակիչը դժգոհում էր, որ Հայաստանի կառավարությունը զենքեր է առնում Ֆրանսիայից, Հնդկաստանից, բայց հայերենական արտադրությանն ու գիտությանը ուշադրություն չեն դարձնում։ Փաշինյանը չհամաձայնեց, հրավիրելով քաղաքացուն հանրապետության հրապարակ մայիսի 28-ի զորահանդեսին, տեղում ծանոթանալու հայկական գիտության արդյունքներին։ Հայաստանի Հանրապետության ռազմարտունաբերական համալիրը նախորդ 3 տարվա ընթացքում 170 միլիարդ դրամի պատվեր է ստացել։ Եվ առաջիկայում էլ եւ ամսի 28-ի զորահանդեսին կտեսնեք, թե տեղական արտադրության ինչ զենքեր կա։ Դե որ ասում է համերգասրահ, համերգասրահ, էլի։ Փաշինյանն այսօր եղավ նաև Կոտայքի մարզի մի քանի ջերմատներում։ Վարչապետին հատկապես տպավորել էր բիբարի արտադրությունը նորագույն տեխնոլոգիաներով, համտեսեց, հավանեց։
Էս իսկական չի, չէ։ Էսի տորտա։ Հա, տոր բայ կներեք դե։ Ես էլ կպա։ Էսի միլի քաղցր բիբարներ, ասա Պալերմո քաղցր բիբարա։ Սրանք։ Էսի դες գույնավոր բալգարսկինա, Ելակի քաղցրությանը։ այս կարմիրը երակի քաղ, այո, Ու ավելի բարձր կարելի ասել։ քաղցրություն։ Առաջ անգամ եմ sense բան նախ լսում, երկրորդն եմ Շուկան կա։ հələ փորձեք։ Փոքր քանով։ Միրգա։ Զարմացավ հատուկ փոշոտում իրականացնող մեղուների աշխատանքից։ Մեղուները ուր են։ Հոլանդիա։ Մեղուներն են։ Հատուկ Հայ քեզ բան։ Դա Բնական միջոցն 4-ից 5 շաբաթ։ Փաշինյանին տպավորեց նաև բիբարների թփերի բարձրությունը։ բիբարը 7 մետր բարձրանում է։ Մենք հլակտրում ենք ավելի շատ։ Հայ քեզ բան։ Սենց հերթականությամբ ըստ իրա Որ ասեն 7 մետրանոց բիբար կխնդայինք, չէ։ Կարիպես վախանում։ Կխնդայինք։ Լավ անեկդոտների բանի ձեռառնելու բանի առիթ կդառնար, որ մեկ ասել 7 մետրանոց բիբարի ծառ կա։ Չէ, ոչինչ, կարևոր է այս։ Պատմական պահ է։ Փաշինյանը եղավ նաև վարդերի ջերմոցում։ Վարչապետին վարդն այնքան դուր եկավ, որ զգուշացրեց ոչ մեկին չի նվիրելու, այդ թվում կանանց։ Ներողություն եմ խնդրում կանանցից, չեմ նվիրելու ոչ մեկին։ Վարչապետը խիստ գոհեր իր այսօրվա եւ տեսածից, եւ համտեսածից, եւ ոչ միայն վարչապետը։ Լավ է, լավ է։ Լավ է։ Ցիտիկներն էլ են գոհ ոնց որ ծլվելում են։